ժողովուրդ, բայց դուք նկատում եք ինչ է անում մեր ձևով շարժումը սրանց հետ եւ ինչ լուրջ անհանգստություն է պատճառում ներկայիս իշխանություններին։ Ուրեմն երեք մեր ձևով շարժման առաջին հաշվետու ժողովն էր, որից մի տեսադրվակ եմ հրապարակել ես իմ Facebook-յան էջում։ Այդ տեսադրվակը շատ կարճ ժամանակահատվածում շատ մեծ տարածում է ստանում, բավականին դիտումներ, հավանումներ, կիսումներ եւ այլն։ Մարդիկ տարբեր մեկնաբանություններ են գրում այս կամ այն ձևով կիսելով շարժման գաղափարները։ Ու հանկարծ մոտ 4-5 ժամվա ընթացքում հայտնվում են տարբեր հետաքրքիր անուն-ազգանուններով անձինք, ինչպիսիք են օրինակ Ծիգո Ռիգո, Նիկո Ֆստան, Նիկոլ Անահիտյան, Տարոն Չախոյան, այսպիսի տարօրինակ հետաքրքիր անուն-ազգանուններով մարդիկ են հայտնվում եւ ովքեր այդ տեսագրության տակ շարադրում են քննադատող բնույթ կրող տարբեր մեկնաբանություններ, վիրավորելով արցախցիներին եւ վիրավորելով առհասարակ Արցախի վերադարձի հետ կապված շարժման գաղափարակիցներին։ Մտնում այդ մարդկանց էջերը ուսումնասիրում եւ տեսնում, որ նրանք կամ հիմնական լուսանկար չունեն, կամ հիմնական լուսանկարը առույցի լուսանկար է տեղադրված, կամ էլ մաքսիմում ինչ-որ բագրի լուսանկար։ Ընկերներ չունեն, նոր բացված էջեր են, հասկանում եմ միանգամից, որ դրանք fake էջեր են, ընդ որում միանգամից շարադրված մեկնաբանություններ եւ մեկը մյուսից գրեթե չտարբերվող, իսկ էջերն էլ այնքան են անգրագետ ձևով բացել, որ ընդհանրապես իրենց անուն ազգանունը չեն հասկանում, որ պետք է մեծատառերով գրեն, ինչևէ, չնայած, չգիտեմ, Նիկո Ֆստանը կամ Տարոն Չախոյանը ինչպես մեծատառով գրեց, բայց ինչևէ։ Սկզբից մտածում եմ, որ դրանց լուրջ ուշադրություն դնել կամ առհասարակ ուշադրություն դնել պետք չէ, բայց հետո մտածում եմ, որ կարելի է նրանց աշխատանքը, այսինքն այդ 5-6 կամ 1 օրվա աշխատանքը, 5-6 ժամվա կամ 1 օրվա աշխատանքը կարելի է ընդամենը 10 րոպեում ջուրը գցել եւ ուղղականից խնդրում ու վերջինս մտնում եւ հեռացնում է բոլոր մեկնաբանությունները ընդամենը 10 րոպեում։ Այսինքն այն ծախսված գումարները, այդ ֆեյքերի բարձրացությունները, 5-6 ժամվա եւ անգամ 1 օրվա աշխատանքը ընդամենը 10 րոպեում ջուր են մեկնեցնում։ Իհարկե ուշադրություն չդարձնել եւս կարող ենք, բայց նրանց աշխատանքը ջուր գցելուց ես միայն ու միայն հաճույք եմ ստանում, ուստի ընդ որում այլևս փակել եմ մեկնաբանությունները, չնայած ես այդպիսի բնավորություն չունեմ, բայց այնուամենայնիվ այլևս փակել եմ մեկնաբանությունները, որպեսզի նրանք փորձեն մտածել, հասկանում են, որ դժվար է, բայց փորձեն մտածել եւ փնտրեն այլ տարբերակներ շարժման գաղափարները հրապարակային դարձնելու գործընթացին խոչընդոտելու մասով։ Եթե դրանք իրական մեկնաբանություններ են եւ դրանք իրական մարդիկ են, ովքեր չեն կիսում շարժման գաղափարները, ապա Facebook-ը նախատեսում է նաեւ վիդեո մեկնաբանություն, ուստի ես այսօր խնդրում եմ իմ բոլոր հետևորդներին, այդ թվում նաեւ այդ ֆեյքերին, ովքեր հետևում են ինձ, իհարկե շատ ես միայն ուրախանում եմ դրանից, այսօր իմ տեսագրությունների կամ իմ հրապարակած հոդվածների եւ հայտարարությունների տակ տեղադրեն վիդեո մեկնաբանություններ։ Իսկ այդ fake էջերը բացելուց առաջ մի հատ մտածեն, փորձեն նույն նկարով 10 հատ տարբեր fake էջեր չբացեն եւ շարադրեն որպես բնութագրող տվյալներ այդ fake էջերը բացեն այնպիսի անուն ազգանուններով, որոնք իրականում գոյություն ունեն։ Օրինակ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կա Նիկո Ֆստան անուն ազգանունով քաղաքացի։ Այդքանը կրկնում եմ, բացառապես հաճույք եմ ստացել ես այս ընդհանուր գործընթացից եւ նրանց աշխատանքը ջուրը գցելուց։ Շնորհակալ եմ ինձ հետևելու եւ շնորհակալ եմ մեր ձևով շարժմանը իշխանություններին լուրջ անհանգստություն, միայն ու միայն այսքանն էլ է ինձ բավարար, իշխանություններին լուրջ անհանգստություն պատճառելու համար։